արձանագրել։ Thank you. Mr. Vice President, on the Iran negotiations, would the U.S. allow limited uranium enrichment or is no enrichment whatsoever red line in negotiations? Well, I think the president's going to make the ultimate determination about where we draw the red lines in the negotiations. If you go back to the original negotiation that happened between us and the Iranians, the president was trying very, very hard to actually strike a constructive deal that would have been good for the United States. And frankly, the entire administration agreed if the Iranians were smart enough to have made that agreement, then it would have been good for them too. Իրանացիները համաձայնվեին, ուրեմն լավ վերջակետի կհասնենք։ Մենք հիմա կենտրոնանում ենք Միացյալ Նահանգներ եւ վարչապետ Միացյալ Նահանգներ եւ Հայաստան հարաբերություններին, որպես կանոն մեր նախագահան սա մասնավոր է, ինքը նախապես չի հայտարարում, թե ինչ է ինքը բանակցությունների ժամանականում, ինքը շատ լավ խոսակցություններ է ունենալու իր թիմի հետ գալիք օրերի եւ շաբաթների։ Ես թույլ տամ թող նախագահան ինքը այդ բանակցությունները, բայց էլի հարգելով մեր մամուլի ներկայացուցիչները, բայց ասեմ, մեր նախագահան բավականին մասնավոր է պահում։ Has the violent crackdown of protesters in Iran been part of those negotiations? Ցուցարարների նկատմամբ բռնության օգտագործումը սա բերել է նրան, որ նախագահան պնդի, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ լինի։ Դա մեր նախագահան շատ խիստ պահանջ է արել, որ եթե կան բանտարկյալներ, որոնք պետք է դատապարտեն, մեր նախագահան ասել է, մենք Իրանի խաղաղ ցուցարարների կողքին ենք, մենք իրենց սատարում ենք, բայց այո, միանշանակ է, մեր նախագահան սա պարզ է դարձրել, որ եւ ոչ միայն իրանացիների, այլ ամբողջ տարածաշրջանի համար այդ հարցին քարոզաբրդելու։ Շնորհակալություն, Armen Press լրատվական գործակալություն Աննա Գզիրյան, բարոն